Հաճախորդները առաջվանից քիչ է հիմա, խնդիրը, որ ընդհանուր մեր միջազգային շուկայում գինը լավ թանկացել է ոսկու, արդեն գնողականությունը ցածրացել է մարդկանց։ Ասենք ամեն ինչը հաշվում ենք ոսկին շատ է էլի թանկացել միջազգային շուկայում։ Ինչքան է թանկացել։ Երևի 50-60%-ով թանկացել է, ինքը հումքն է թանկացել, մեր աշխատանքը չի թանկացել։ Իսկ դա շատ վատ է, արդեն անդրադառնում առևտրին։ Այսօր հասցրել եք վաճառել ինչ-որ գտոր։ Այսօր չէ։ Երեք։ Հա, երեք հա։ Հիմնականում ես վաճառում ամուսնական կառուցել, եթե ուզեն չուզեն մարդիկ ոնց որ առնում են։ Եթե ամուսնանում են, եթե առաջ իսկ ասենք հարսանիքներին բոլորը փող են, գումար են տալի, որտեղ ոսկին որ թանկ է, այդ առաջ կարում էին առնեն $100 սահմանում մի հատ մատանի, հիմա արդեն չեն կարողանում։ Տիպված գումարն են հարսանիքի ժամանակ տրամադրում։ Հիմնականում առնում են ամուսնացողները, հենց անհատական շատ քիչ է արդեն վաճառքը։ Որպես զարդ սիրողական արդեն շատ քչերն են կարողանում առնել։ Հարկերը արդեն բարձրացվել է, հա, ձեզ վրա, ձեր առևտրի վրա ինչպես է անդրադառնում։ Հիմնականում այդ ոսկու բարձրացնելն է առաջացել, հարկերը մի 5%-ով էլ ինքն է եւի բանանում, որովհետեւ ոնց ուզում ես արա, դա էլ ազդում է, որովհետեւ ամեն մի բանի մեջ նորից տոկոս պետք է ավելացնենք, որ վաճառվի, դա էլ արդեն գլխականությունը ցածրանում է։ Պատրաստում եք հայտարարագիր ներկայացնել։ Իջև նոյեմբերի 1-ը պիտի հայտարարագիր ներկայացնեն, պատրաստում եք ներկայացնել։ Ճիշտն ասած չենք կարա։ Այդ որ գրանցումը ինչ է ամեն մի ապրանքը, այդպես չեն կարա, գիտեք ինչու։ Ոսկին անգամ շուտ է տատանվում։ Ասենք մի 10 օր առաջ $110 էր 1 գրամը, հիմա ասենք իջնում է մինչև 103-102։ Մենք դրա ժամանակ ինքնարժեքից էժան վաճառում ենք, որ մեր ապրանքը ծախվի, նորը առնենք, դնենք ծաղկի։ Իսկ այդ դեպքում եթե մենք եկամուտ չենք ստանում էլ ոնց, հայտարարեցինք, ինչը վաճառվեց, պետք է իրանց ամեն ապրանքից տանք չեն կարողանա վտանք։ Օրինակ ինքնարժեքից էժան ծախում ենք, որ նորը սարքենք։ Այս միակ ոլորտն է, որ չեն կարող հայտարարենք։ Չեն ներկայացված ու ինչ գներից են ասես։ Դնեք, հիմնականում կալցոներն է ինձ մոտ, բայց բոլոր զարդերի մեջ էլ սենց ասեմ, եթե քարեր չի հա հիմնականում, ոսկու տատանուից մենք շատ ենք դրում, ասենք մեր եկամուտը $2 է մի գրամի մեջ, $5-6 տատանում է տալի, արդեն մենք չենք կարող գինը չիջացնենք։ Ես չեմ իջացնի, մեկ ուրիշը կիջացնի, արդեն վաբշե համար արդեն վնասով էլ մենք տալիս ենք, որ նորը գնենք, նորը առնենք, սկսենք էժան առնենք, էժան տալ։ Սկսեցիք մեր գարբեր քարերով են ներկայացված։ Այդ իմը չի կողքին է, բայց տարբերություն չկա, դա տղամարդուններն են արդեն, այս կողմը իրանց մոտ է շատ քիչ է վաճառքը։ Հիմնականում Հայաստան ոսկի վաճառումը դրսից եկած մարդկանց շնորհիվ, որտեղ դուրսը թանկ ասենք Եվրոպայում, Ռուսաստանում, դա մի քիչ որ էժանության հաշվին առնում են։ Հիմա որ մենք դնենք 20%-ով թանկացնենք, դրանք էլ չեն առնել այդ նորից։ Չի կարող էլի ոսկին 20% շուկայում թանկ, խանութներում կարա, բայց շուկայում եթե թանկ եղա, ոչ մի դրսից եկած մարդ չի առնի, ասի դրսից կառնում, խտերից խեմ տանում, եթե 20% նորից թանկ գանա։